Օ, շատ լավ, կատարյալ, գնացինք, DTT-ի ուղղագրությունն ենք այսօր նորից ուսումնասիրելու, մենք անցել ենք երևի մի 10 օր առաջ DTT-ի ուղղագրությունը, բայց կարծում եմ հիմա շատ ավելի հետաքրքիր տարբերակով։ Ահա։ Շատ ավելի հետաքրքիր տարբերակով հիմա կանենք։ Ծնունդդ շնորհավոր, ահա։ Ընտիր, շատ լավ։ Հիմա ես ձեզ ասում եմ, որ չի գրվում ծնունդը Տ շնորհավոր։ Ովքեր գրել էին ծնունդը Տ շնորհավոր, սխալ էին ընկերներ, բայց այդ դեպքում ինչու ենք գրում ծնունդը Դ շնորհավոր։ Հիմա գրեք այս հարցի պատասխանը, ինչու ծնունդը Դ շնորհավոր։ Իսկ ով է ձեզ ծեծում։ Էս ինչ դմբոյություններ են գրում։ Միլա ջան, չհեռացնեք։ Այո, կեցեք, որովհետև հայերենում Տ հոդ չկա եւ ունենք միայն Դ հոդ։ Ընտիր։ Եվ որոնք են մեր 4 հոդերը, մի հատ նշենք 4 հոդերը որոնք են։ Ընտիր, մի վարքյան։ Այս էստեղ տնենք և վայ, Զագրեբից։ Так, ՍԴՆ-ը չէ, ՍԴՆ-ը։ Միլա ջան, շատ ապրեք։ Մանե ջան, ասեք, ինչ է նշանակում թթխմոր։ Ինչ է, երեք չգիտեիք, որ թթված խմորն է։ Ալեն Խաչատրյան, վաղն էլ դուք կասեք մեզ, թե ինչ է մրրիկը, հարգելիս։ Ընտիր, շատ լավ, կեցեք, փաստորեն ստացվում է ՍԴՆ-ը, հոդերը մենք ունենք, ոչ թե ՍՏՆ-ը։ Դրա համար գրում ենք ոչ թե ծնունդը Տ շնորհավոր, այլ ծնունդը Դ շնորհավոր։ Այսինքն, իմ ծնունդը շնորհավոր, այս ծնունդը բարի վերջին ը տառը, այս դեպքում հոդ է։ Քո ծնունդը շնորհավոր կամ կարճ ծնունդը Դ շնորհավոր։ Հիմա գրեք գիրքդ հրաշալի է։ Ընտիր, այո, գիրքը Դ հրաշալի է։ Նորից նույն հոդն է, չէ, այստեղ։ Ահա։ Հիմա գրեք բոլորիդ բառը, բոլորիդ, ինչպես է գրվում։ Կամ բոլորըդ, կամ բոլորիդ։ Ինչու է դժվար։ Մեռանք բացատրելով, ասում եմ բոլորը բացատրեք։ Տիպեք ժողովուրդ, մեկըդ մեկից օրիգինալ։ Բոլորիդ, այո։ Ընտիր, կեցեք, շատ սիրուն պատկեր է, շատ, երբ բոլորդ համատեղ գրում եք միևնույն բառը ճիշտ, ֆանտաստիկ պատկեր է ստացվում ուղղակի, շատ ապրեք։ Անձնական հարցեր չենք տալիս ընկերներ ջան, լավ, հիմա ուրեմն DTT-ի ուղղագրությանն ենք անդրադառնում, ես կարդում եմ կանոնը և հետո միանգամից սկսում ենք օրինակներով կրկին, ես հարցը հնչեցնում եմ կամ բառը ասում եմ, դուք արագ գրում եք, ուրեմն ուշադիր լսում ենք, թե ինչ է, որ կանոնն է DTT-ի առաջին կանոնը։ Ր ձայնորդից հետո Თ հնչյունը գրվում է Դ տառով, ովքեր նոր են միացել, բաժանորդագրվեք ընկերներ և հավանեք այս ուղիղ եթերը։
Ուրեմն ր ձայնորդից հետո თ հնչյունը գրվում է դ տառով հետևյալ արմատներում եւ նրանցից կազմված բառերում։ Հիմա ես ասում եմ բառեր, դուք գրում եք, սիրելիներ ջան։ Գնացինք։ Ընկերներ, անձնական զրույցների մեջ մի բռնվեք, Նարե ջան, մի գրեք որևէ մեկին ով ինչ անի, ով ինչ չանի։ Դմբո բաներ, եթե գրում են, մենք ունենք մոդերատոր, համակարգող, հարգելի Միլա ջան, դու գիտես պայմանները, կանոնները։ Մի անգամ եթե գրում են դմբո մեկնաբանություն, պարզապես մեկնաբանությունն եք հեռացնում, երկրորդ անգամ եթե նույն մարդը գրում է կրկին որևէ դմբո մեկնաբանություն, արգելափակում եք։ Վերջ, որևէ մեկը չարձագանքի այլևս որևէ դմբոյի։ Հիմա գրում ենք արդար բառը։ Դմբու չէ, դմբո։ Ապրես Միլա ջան։ Արդար։ Անտիր։ Իդեալական։ Այդպես գեցեք։ Հա, Սամոս Աֆարյան ջան, ուրեմն դմբու։ Լավ, եթե ձեզ համար դմբուն է ավելի ճիշտ, թող լինի դմբու։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, շատ լավ։ Հիմա գրում ենք անարդար։ Այո, հայերենը ոչ միայն գեղեցիկ, այլ աստվածային լեզու է։ Անարդար։ Չէ, էլի չէ, երեխեք, չէ։ Գերեր, անարդար, արդար բառներ, չէ, քիչ առաջ մենք գրեցինք հենց արդար բառը, հիմա անարդար բառի մեջ ընդհանրապես նախածանց է ավելացել, նախածանցն է ավելացել արդար բառին, հետևաբար այնպես ինչպես գրվում է արդար բառը, այդպես էլ շարունակում է գրվել, երբ նրան միանում է նախածանցը, սիրելիներ ջան, շատ պարզ է կանոնը, անարդար, հիմա մեկ ուրիշ բառ ենք գրում կրկին արդար բառի հետ կապված, արդարություն, Բարի օր բոլոր նրանց, ովքեր նոր են միացել, խնդրում եմ, եթե առաջին անգամ եք այստեղ բաժանորդագրվեք եւ լայք եք, հավանեք այս ուղիղ եթերը, կիսվեք ձեր ընկերների հետ, որ նրանք էլ միանան մեր խրախճանքին եւ նյութը հարցերը ուշադիր լսում ենք ու շատ ակտիվ մեկնաբանությունների տեսքով պատասխանում մասնակցում ենք քննարկմանը։ Կանխավ շնորհակալ եմ։ Արդարություն։ Այո, գեցեք։ Նորից նույն կանոններ, չէ՞։ Ոչ մի բարդ բան։ Հիմա գրում ենք արդեն բառը, շատ արագ ընկերներ ջան, կեցեք, շատ լավն է այս տեմպը, պահենք այսպես։ Հիմա գրում ենք արդեն բառը, ինչպես է գրվում արդեն։ Այո, արդեններ։ Ընտիր։ Շատ լավ, հիմա գրում ենք արդյոք։ Թինա ջան, դուք գնացեք ճշտեք, թե ինչ է նշանակում կարամատույցը, եկեք այստեղ բացատրեք մեզ, գրեք մեկնաբանությունների տեսքով բոլորս կարդանք, իմանանք։ Հիմա թեմայից դուրս հարցեր չենք գրում։ Արդեն, արդյոք, ահա,